Բարև ձեզ, սա դեկոնստրուկցիա կամ ռեկոնստրուկցիա շարքն է, կամ ինչպես նաև ոչ պաշտոնապես կոչում ենք քանդուկ հավաքուկը, որտեղ հիշեցնեմ, որ մենք փորձում ենք քանդել, հավաքել կամ քննել, վերլուծել մեզանում տարածված, այսպես ասած, հանրային ճշմարտությունները կամ ինքնին պարզ թվացող կամ ինքնին որպես պարզ հայտնի պնդումները, սա մեր 6-րդ զրույցն է, ես ամեն դեպքում հիշեցնեմ, ենթադրելով որ միշտ լինում են մարդիկ, որոնք առաջի անգամ են նայում կամ չեն նայել նախորդները, հիշեցնեմ, որ մինչև այսօր մենք ուրեմն այդ 6 զրույցների ընթացքում նախ քննել ենք արդյոք փոքր ազգ ենք մենք կամ փոքր պետություն ենք մենք այդ տարածված պնդումը, դա վերջացրել ենք այդ զրույցը արդեն եւ անցած անգամ անցանք հաջորդ էլի եւս ոչ պակաս տարածված պնդմանը, որ դարերով պետություն չենք ունեցել եւ էլի հիշեցնեմ, որ խնդիրը ոչ թե այն է, որ այդ պնդումը ինքնին ճիշտ է կամ սխալ է, ինքը կարող է մասամբ ճիշտ է, մասամբ սխալ է կամ ամբողջովին ճիշտ ու սխալ է, այլ խնդիրն է, որ ինքը յուրահատուկ ունիվերսալ բացատրություն է, այսինքն ամեն ինչ գրեթե բացատրվում է դրանով եւ ըստ էության դառել է այսպես ռետորական շտամп։ Հիմա փորձում ենք դա քննել, այս արդեն երկրորդ ուրեմն զրույցն է նվիրված դրան, ուրեմն դարերով պետություն չենք ունեցել։ Մենք պայմանավորվեցինք, որ ուրեմն ընդհանրապես մեր մեթոդն է նման հարցերը քննելիս սկզբում մի հատ հասկանալ արտաքին ուրեմն կոնտեքստը դրա, այսինքն ուղղակի համեմատել, տեսնել իսկ մեր շուրջը ապրող այդ որ ազգերն են, որ դարերով պետություն են ունեցել, որտեվ երբ որ մենք ասում ենք դարերով պետություն չենք ունեցել, դա ենթադրում է, որ մեր տարբերությունն է, մեր առանձնահատկությունն է ազգերի կամ պետությունների մեծ մասից, եւ անցյալ անգամ սկսեցինք շատ պարզ հենց մեր անմիջական հարևաններից, հասցրեցինք դրանցից 3-ի պատմությանը շատ այսպես թռուցիկ անդրադառնալ, Թուրքիա, Պարսկաստան, Վրաստան, իհարկե տեսանք, որ ի տարբերություն մեզ միգուցե եւ ունեցել են եւ իրոք ունեցել են միգուցե չէ դարերով պետություն, բայց տեսանք որտեղ շատ նրբերանգներ կան, շատ հարցեր կան, որոնք այդ պնդումը, այդ պատկերացումը շատ ավելի առնվազն նյուանսավորված են դարձնում եւ տարբերում են մեր կարծում եմ ունեցած այսպես դեֆոլտ ասեմ, հա, պատկերացումից, օրինակ որ փաստը որ դարերով նույն Պարսկաստանը կառավարվել է ըստ թուրքալեզու էլիտաների կողմից, կարծում եմ այդքան լավ ամրապնդված չի մեր գիտակցության մեջ, որ նույն դարերով Վրաստանը թեև ունեցել է առանձին, այսպես թագավորություններ, իշխանություններ, բայց գրեթե երբեք միասնական պետություն չի եղել եւ այլն, նույն Թուրքիան ազգային պետություն դարձել է միայն 20-րդ դարում, Օսմանյան կայսրությունը չի եղել թուրքերի կամ Թուրքիայի ազգային պետություն եւ այլն, բայց համենայն դեպս ես մտածեցի, որ այդ օրինակները միգուցե զուտ անմիջական հարևաններին քիչ են ճիշտ արտաքին կոնտեքստ ստեղծելու համար եւ մինչեւ վերջ այդքան համոզիչ չեմ, որտեվ կարող են թվալ պատահականություն եւ զուտ քանակն է քիչ։ Հիմա ճիշտ է մեր զրույցը այս թեմայի շուրջ այս իմ որոշման արդյունքում երկարելու է, բայց ես որոշեցի էլ ավելի խորանանք, էլ ավելի լայն արտաքին կոնտեքստ վերցնենք ու էլի սկսենք համեմատաբար պարզից, այսինքն գնանք համեմատենք մեզ նախ այն տարածաշրջանի հետ, որը թերևս ամեն դեպքում մեզ առավել մոտիկն է եւ մշակութային եւ քաղաքակրթապես, տվյալ դեպքում արևելյան Եվրոպան նկատի ունեմ, իհարկե մենք նաեւ մերձավոր արևելյան տարածաշրջանի հետ ենք կապի մեջ, բայց նաեւ եվրոպականը ընտրում են, որովհետեւ Եվրոպայում է, որ ընդհանրապես ազգային պետություն հասկացությունը այնպես ինչպես մենք ենք հասկանում այդտեղ ձևավորվել, իհարկե նախ արևմտյան Եվրոպայում, ոչ արևելյան, որի մասին այսօր մեծամասամբ կխոսենք, ես էլ եմ ասում, չգիտեմ, միգուցե շատ երկարի դրա պատճառով մեր խոսակցությունը, բայց արժի այս արտաքին կոնտեքստը հաստատ ամրապնդել, երևի թե կարծում եմ չենք հասցնի ավելի խորանալ մյուս տարածաշրջաններ, գուցե մի բառով հիշատակենք, բայց կարծում եմ, բայց արևելյան Եվրոպան եկեք հենց հիմա սկսենք ուղղակի հերթով գնանք, էլի շատ թռուցիկ, նույնիսկ երևի ավելի թռուցիկ, քան անցյալ անգամ, տեսնենք այդ մեջ շատ երկրներ կան, ազգեր, երկրներ, որոնք են որ, այսպես ասած, դարերով պետություն են ունեցել, եթե ընդհանրապես, եթե կան այդպիսիք ընդհանրապես, կամ ինչ է նշանակում, կամ չգիտեմ, ընդհատումներով են ունեցել եւ այլն, իհարկե այստեղ էլի վերցնում ենք, որպեսզի բան լինի, այն ազգերին, այն պետություններ, որոնք այսօր կան, որտեղ կան շատ ազգեր, որ այսօր էլ պետություն չունեն, այսինքն սեփական, այսպես ասած, անվանական պետություն չունեն, մենք վերցնում ենք միայն նրանց, որ այսօր ունեն, շատ չենք խորանում։ Հիմա եկեք արագ գնանք, ուրեմն սկսենք
Հունաստանից։ Մեզ բավականին մոտ մի ժողովուրդ կամ այդպես է համարվում, ունեցել են արդյոք հույները դարերով պետություն։ Կարծում եմ, որ ոչ թե կարծում եմ, այլ այդպես էլ կա, նախ եւ առաջին հույները միասնական պետություն չեն ունեցել, դա անցանք առաջ, հիմա հնի մեջ շատ չենք խորանում, հետագայում եղել է բյուզանդական կայսրությունը, որը շատերի կողմից ընկալվում է եւ հույների կողմից էլ այսօր ընկալվում է որպես հունական պետություն, իրականում դա չի եղել ի սկզբանե հունական պետություն, ընդհանրապես ֆորմալ երբեք չի եղել, դա հռոմեական կայսրության շարունակությունն է եղել ըստ ուրեմն այդ այսպես ասած իր պաշտոնական ձևակերպման, մենք ասում ենք բյուզանդական, իրենք իրենց դες չեն կոչել, իրենք եղել են հռոմեական կայսրություն եւ իրենք իրենց կոչել են հռոմներ կամ հռոմեացիներ։ Իհարկե որոշակի ժամանակվանից մոտավորապես 9-րդ դարից դա իրոք դառնում է ավելի շատ հունական, ըստ փաստի, ոչ թե ըստ իրավական ձևակերպման, բայց այդպես չի եղել ի սկզբանե։ Կարող ենք համարել, որ այո, այդ մի որոշակի ժամանակահատվածում 9-րդ դարից սկսած դա եղել է ավելի շատ հունական պետություն, որտեղ նաև տարածքով է փոքրացել է, մեծ տարածքի ունեցել, փոքրացել է, ամփոփվել է արդեն հունալեզու այդ միջավայրում եւ ինչպես գիտեք 15-րդ դարի կեսից դա վերացել է այդ պետությունը, օսմանները նվաճել են, թուրքերը նվաճել են Կոստանդնուպոլիսը եւ վերջնականապես դա վերացել է, բայց պետք է հասկանանք, որ մինչեւ Պոլսի գրավումը այդտեղ արդեն Հունաստանի մեծ մասը արդեն թուրքերը գրավել էին եւ այսպես թե այնպես համարենք, որ արդեն 14-15-րդ դարերի սկսած, որը հագին մեծ դարաշրջանը մոտավորապես մի այդքան, ինչքան որ անցել է մեր Կիլիկիայի պետության անկումից, վերջին հայկական թագավորության անկումից, հույները չեն ունեցել պետություն, արդեն եղել են Օսմանյան կայսրության կազմում, չեն ունեցել նույնիսկ նաեւ, այսպես ասենք, ոչ թե նույնիսկ ինչ որ մի շեշտված ինքնավարություններ եւ այլն, մինչեւ որ 19-րդ դարի սկզբում ապստամբել են եւ ստեղծվել է այս նոր Հունաստանը, այսինքն դարերով պետություն չեն ունեցել, կարելի ասել դասական այն իմաստով, ինչ որ մենք չենք ունեցել։ Սա մեկ օրինակ։ Հիմա անցնենք առաջ, որպեսզի կարողանանք հնարավորինս շատ երկրներ ընդգրկել, ցենց արագ-արագ անցնենք առաջ, հետո կփորձենք ամփոփել։ Բուլղարիա, Հունաստանից հյուսիս գտնվող պետությունը։ Ալբանիան ի դեպ չեմ վերցնում, չնայած լավ օրինակ է, որ գրեթե իրենք չեն ունեցել գրեթե ոչ մի պետություն, բայց հիմա Ալբանիան չվերցնենք, որտեղ մեր մոտ մեզանում շատերի մոտ կարող տենց մի քիչ ոչ այդքան լուրջ վերաբերմունք լինի այդ ժողովրդին, չնայած իհարկե որևէ հիմնավորում դա չունի, բայց որոշ բաներ, բոլոր պետությունները չեն կարող վերցնել, որոշները բաց կթողնենք։ Բուլղարիա, ուրեմն բուլղարները չենք վերցնում հին պատմություն, այնտեղ եղել են տարբեր իշխանություններ, ցեղեր, բայց բուն բուլղարները, բուն Բուլղարիա արդեն անունով պետությունը ինքը ստեղծվում է մոտավորապես այսպես շատ հստակ չի սահմանը, համարենք 7-8-րդ դարերից, գոյություն է ունենում ընդհատումներով, սկզբում մինչև 11-րդ դար, հետո վերջնականապես 14-րդ դարում էլի նվաճվում է։ Հիմա ես չեմ վերցնում այդ ընդհատումները շատ կարևոր, այսինքն ինքը 7-րդ դարից մինչև 14 անդադ անկախ պետություն չի ունեցել, այդտեղ մի երկար բավականին ժամանակաշրջան եղել, երբ որ բյուզանդացիները նվաճել են, բայց ինչևէ, մինչև 14-րդ դար, 14-րդ դարից նորից նվաճվել է նույն Օսմանյան կայսրության կողմից եւ մինչեւ 1878 թվական Բուլղարիա անունով պետություն չի եղել, եղել է Օսմանյան կայսրության մաս, այսինքն նույնպես այստեղ մենք տեսնում ենք դարերով պետություն չեն ունեցել։ Բուլղարները դարերով պետություն չեն ունեցել, էլի մոտավորապես նույնքան ժամանակ, ինչքան որ Կիլիկիայի թագավորության անկումից, վերջին հայկական թագավորության անկումից մինչև մեր օրերը, մինչև 19-20-րդ դար։ Էլի անցնում ենք առաջ, գալիս է Սերբիան։ Սերբիայինը մի քիչ ավելի այսպես խառնաշփոթ է, համենայնդեպս այդտեղ եղել են սերբական իշխանություններ, տարբեր, ասենք 9-րդ դարից կամ մի քիչ ավելի շուտ, բայց բուն սերբական թագավորություն արդեն ոչ թե իշխանություն բավականին ուշ է ստեղծվել, մինչև այդ կամ Բուլղարիայի գերակայության տակ են եղել նույն կամ Բյուզանդիայի ուշ է ստեղծվել մոտավորապես կարծեմ 13-14-րդ դարում եւ շատ շուտ էլ անկում է ապրել էլի օսմանցիները այդ նույն ժամանակաշրջանում նվաճել են նաեւ Սերբիան եւ սերբերը նույնպես կարելի է ասել դարերով պետություն չեն ունեցել, եղել է մի փոքրիկ այնտեղ կտոր, որը այսօրվա Չեռնոգորիան է, դա պահպանել է իր ինքնավարությունը, բայց կրոնապետություն է եղել այնտեղ
տեղի ուրեմն եպիսկոպոսներն են միաժամանակ իշխաններ եղել, նման ինքնավարություններ մենք էլ ենք ունեցել, օրինակ Սասունը Օսմանյան կայսրության մեջ շատ երկար եղել է ինքնավար տարածք։ Մի փոքրիկ տարածք է Չեռնոգորյան, էլի մոտավորապես ասենք մեր չգիտեմ Արցախի չափոնինակ, հա, մինչև հիմա էլ գիտեք այդ պետությունը կա, բայց դե Սերբիայի կոնտեքստում եմ հիշատակում, որովհետև ըստ էության նույն ժողովուրդն են իրան, հիմա տարբեր պետություններ են, բայց մեծ հաշվով նույն ժողովուրդն են, մնացած ուրեմն հատվածները Սերբիայի դրանք եղել են դարերով Օսմանյան լծի տակ։ Չեմ խոսում Մակեդոնիա եւ այլն, դրանք նույն պատմություն ունեն եւ որևէ ինքնուրույն պետություն չեն էլ ունեցել երբևէ, մինչև նոր ժամանակներ։ Սերբերի հարևանները խորվաթները, որոնք շատ մոտիկ են լեզվով, բայց շատ տարբեր են պատմությամբ, խորվաթները ունեցել են իրենց սեփական իշխանությունը մոտավորապես 9-րդ դարից, որը հետո վերածվել է Կարծեմ թագավորության, բայց գոյատևել է մինչև 1102 թվականը, մինչև 12-րդ դար, վերջ։ Դրանից հետո Խորվաթիան դարձել է Հունգարիայի մաս, եւ որպես Հունգարիայի մաս հետո դարձել է Ավստրո-Հունգարիայի մաս եւ սկսած 12-րդ դարից խորվաթները սեփական առանձին պետություն չեն ունեցել, ճիշտ է, խորվաթ իշխանները իրենք որոշակի դեր են ունեցել, դեր են խաղացել եւ զինվորականները հունգարական պետության մեջ, հետո ավստրո-հունգարական պետության մեջ, բայց ինքնուրույն որևէ քաղաքական ինքնուրույն, այսպես ասած, միավոր, նույնիսկ իշխանություն կամ ինչ-որ նման բան չի եղել, եղել է Հունգարիայի մաս այդ երկիրը եւ առաջին անգամ անկախ Խորվաթիա ստեղծվում է 1941 թվականին, երբ որ գերմանացիները ուրեմն կարողանում են պարտության մատնել Հարավսլավիան եւ այդտեղ այսպես ասած որպես գերմանացիների դաշնակից են հանդես գալիս խորվաթները եւ իտալացիների եւ առաջին անգամ հռչակում է անկախ Խորվաթիա, որը գոյատևում մինչև 45 թվական, իսկ վերջնական 91 թվականի նոր անկախացել։ Այսինքն այստեղ շատ ավելի նույնիսկ երկար դարերով պետություն չունեցող ժողովուրդ է։ Հիմա ես գնահատականներ չեմ տալիս, այս պահին զուտ փաստերն ենք ֆիքսում, հա։ Խորվաթիան էլ ավելի, ուրեմն վառօրինակ է դարերով պետություն չունենալու, քան ու գոնե արտակուստ, քան օրինակ նույն Հունաստանը եւ Բուլղարիան, որ հիշատակեցինք, Սլովենիան Խորվաթիայից հյուսիս է գտնվում, ընդհանրապես երբեք պետություն չի ունեցել։ Մինչև 91 թվական չի եղել նման ժողովուրդ է եղել է, սլովեններ ժողովուրդ է եղել է, բայց շատ շուտ, ու չհաշված 1-2 ինչ-որ իշխանություն միգուցե, բայց շատ շուտ դարձել է ուրեմն Կարլոս Մեծի թագավորության մաս, կայսրության մաս, հետո հիմնականում եղել է գերմանական ու փոխանցովի նաև ավստրիական, որը նույն բանն է ըստ էության այդ մինչև 20-րդ դար նույն բանն է, երեք ավստրիացիները նույն գերմանացիներն են, այդ ուրեմն գերմանական, ավստրիական պետությունների, իշխանությունների, թագավորությունների մաս եղել, երբեք անկախ Սլովենիա պետություն այդ ժողովուրդը չի ունեցել, մինչև 1991 թվական, սա ընդհանրապես նոր պետություն է, այսինքն ժողովուրդ, որը առաջի անգամ է իր պատմության մեջ անկախ պետություն ստեղծում 1991 թվական Եվրոպայի սրտում են, հետ էլ վատ ժողովուրդ չեն իրավ, այսինքն դա չի նշանակում, որ պետություն չունեն լավ բան է, ուղղակի ուզում եմ ասեմ տարբեր են այդ ժողովուրդները շատ։ Ռումինիան մի քիչ ավելի բարվոք պատմություն ունի, այնտեղ եղել են անկախ, կիսանկախ իշխանություններ Վալախիայի եւ Մոլդավիայի, դե գիտեք Մոլդավիան իրականում նույն ազգն ռումինացիները, մոլդավացիները, ռուսներն են բաժանել երկու մասի, բայց ընդհանրական եղել Օսմանյան կայսրությանը, այդ իշխանություններն են բավականին ուշ են ստեղծվել, ամեն դեպքում այստեղ չեն կարող ասել դարերով պետություն չենք ունեցել, չնայած, ել եմ ասում, Օսմանյան կայսրության գերակայության տակ են հիմնականում եղել, բայց անկախ որպես իշխանություններ ժամանակ առ ժամանակ նաև ապստամբելով, կռվելով նույն օսմանցիների դեմ անկախ, կիսանկախ գոյությունը պահպանել են մոտավորապես 14-15-րդ դարից մինչև հետո արդեն ռումինական թագավորությունն է ստեղծվել։ Այստեղ ավելի այսպես ասեմ, բարվոք վիճակ է Հունգարիան հիշատակեցինք Խորվաթիայի կոնտեքստում, Հունգարիան բավականին ուժեղ թագավորություն է եղել, մոտավորապես այտենց 10-րդ դարից մինչև 15-րդ դար ուժեղ անկախ թագավորություն է եղել, նույնիսկ ինչպես տեսակ կողքի ժողովուրդներին է իրեն ենթարկել եւ իդեպ Կիլիկիայի հետ էլ հարաբերությունների մեջ մտած է եղել 15-րդ դարից դառնում է
Հաբսբուրգների, ավստրիական Հաբսբուրգների պետության մաս եւ այդպես էլ մնում է մինչեւ 1918 թվական, ճիշտ է, էլի հունգար արիստոկրատիան։ Հա, մի մասն էլ իհարկե նվաճում են էլի օսմանները Հունգարիայի։ Հունգարական արիստոկրատիան լուրջ դեր է կատարել ավստրիական պետության մեջ, այնպես չի որ իրենք անտեսված կամ ենթարկված են եղել, բայց ամեն դեպքում անկախությունը իրենց ճնշված է եղել են նաեւ խռովության, ապստամբության փորձեր, այնպես էլ չի որ միշտ գոհ են մնացել այդ ավստրիական գերակայությունից։ Հետո գիտեք արդեն ավստրիական այդ կայսրությունը բարեփոխեցին, դարձեցին ավստրո-հունգարի, այսինքն հունգարներին բարձրացրեցին այդ մյուս ազգերի մեջ տիտղոսային ազգի կարգավիճակի, ամեն դեպքում երկար ժամանակաշրջան, այսինքն մոտ 500 տարի, 5 դար Հունգարիան որպես անկախ պետություն չի ունեցել եւ ինչ որ չափով կարելի ասել որ դարերով պետություն չեն ունեցել նաեւ հունգարները, իհարկե շատ ավելի մեղմացված տարբերակով։ Հունգարիայից հյուսիսելի մի պետություն կա, որը ըստ էության երբեք չի ունեցել անկախ պետություն մինչեւ 1941 թիվը էլի, թե 1900 չէ, կներեք 41 չէ, 39 թիվը դա Սլովակիան է, որովհետև էլի եղել է Հունգարիայի մաս, Չեխոսլովակիա երկիր կար, հիշում եք, չեխերն ու սլովակները իրար շատ մոտիկ ժողովուրդ են, բայց տարբերվում են էլի նրանով, ինչպես սերբերն ու խորվաթները, որ չեխերը երկար ժամանակ անկախ են եղել, իսկ սլովակները եղել են հունգարական թագավորության մաս, այսինքն առանձին պետություն, նույնիսկ առանձին իշխանություն չեն ունեցել, պարզապես հունգարական թագավորության մաս են եղել, որպես այդպիսին էլի մտել են հետո Ավստրիայի կայսրության մաս են դարել, Ավստրո-Հունգարիայի կայսրության մաս են դարել եւ էլի առաջին անգամ անկախություն ստացել են 1939 թվականին եւ գերմանացիները Չեխոսլովակիան գրավեցին, բաժանեցին երկու մասի, սլովակներին, քան որ սլովակները պրոգերմանական դիրք ունեին, շնորհեցին անկախություն, իսկ Չեխիան սարքեցին պրոտեկտորատ, այսինքն անկախությունից զրկեցին։ Այնպես որ եւս մի ժողովուրդ, որը ոչ թե դարերով, այլ ընդհանրապես պետություն չի ունեցել եւ հետո արդեն հաջորդ անգամ անկախացել են 91 թվին խորվաթների պես։ Չեմ խոսում Ուկրաինայի մասին կամ Բելարուսի մասին, դա ընդհանրապես խառը պատմություն է, այնտեղ անհասկանալի է ինչ են ունեցել, ինչ չեն ունեցել, համենայնիվս կարող ենք ասել, որ հիմնականում չեն ունեցել, այն ձևով գոնե որ մենք հասկանում ենք։ Իրանք իհարկե բերում են այդ տարբեր օրինակներ, չգիտեմ, ընդ Զապարոժսկայա սեչ եւ այլն, բայց հիմնական իրանց պատմությունը վերջին դարերի Լեհաստանի կամ Ռուսաստանի ենթակայության տակ լինելն, այսինքն Ուկրաինա պետությունը կամ առավել եւս Բելարուս պետությունը անկախ, դրանք լրիվ նոր ժամանակների երևույթներ են եւ նույնպես մենք տեսնում ենք, որ այլի դարերով պետությունի զոր ժողովուրդներ։ Լիտվան մի քիչ հետաքրքիր առանձին պատմություն է, առանձին լիտվական ուրեմն իշխանություն որպես այդպեսին ուշ է շատ ձևավորվում, մոտավորապես դա կարծեմ 14-րդ դարն է ընկնում եւ քրիստոնյա են դառնում նաեւ այդ ժամանակ ամենաուշ քրիստոնյա դարձած ժողովուրդն են Եվրոպայի, այդ Լիտվա կոչված իշխանությունը, պետությունը ինքը այսօրվա եւ Բելարուսի եւ Ուկրաինայի զգալի մասերին է տիրապետում, հետո միավորվում է Լեհաստանի հետ, բավականին վաղ, դա արդեն կարծեմ 16-րդ դարում իրողություն էր եւ այդ լեհա-լիտվական միասնական պետությունն է գոյություն ունենում մինչև որ ռուսները ու գերմանացիները իրար մեջ բաժանում են, այսինքն ունեցել են պետություն, ունեցել են ինքնիշխանություն, բայց բավականին շուտ դա կորցրել են։ Չեն կարող ասել, որ դարերով պետություն չեն ունեցել հենց այդ իմաստով, ինչ որ էզմիր ժողովուրդներ այստեղ թվարկած, բայց նույնպես այնպես չի, որ անընդհատ պետություն են ունեցել եւ ունեցածն էլ կոչել լիտվական ազգային ասենց ասած պետություն կամ իշխանություն, այդքան էլ ճիշտ չլինի։ Լիտվայից հյուսիս ուրեմն Լատվիա, Էստոնիա երբեք չեն ունեցել այդ ժողովուրդները պետություն, երբեք։ Մինչև 1918 թվական երբեք անկախ ինքնիշխան ինչ-որ միավորներ, նույնիսկ իշխանություններ չեն ունեցել, միշտ եղել են ինչ-որ մեկի ենթակայության տակ, սկզբում դա գերմանական ասպետներն էին, այնտեղ տարբեր ասպետական օրդեններ կային այդ ժամանակ, տևտոնականը, լիվոնականը, իրանք եղել են լիվոնական ուրեմն օրդենի տիրապետության տակ, այսինքն գերմանացիներն են այդտեղ տիրապետող խավը եղել, հետո Շվեդիայի մաս են եղել, հետո դարձել են Ռուսաստանի մաս, նոր 18 թվականին անկախացել, այսինքն Լատվիա եւ Էստոնիա դարերով
Տարերով չընդհանրապես պետություն չեն ունեցել։ Սա մեզնից ավելի ծայրահեղ տարբերակ է։ Մենք տեսանք, որ նման ժողովուրդներ Եվրոպայում կան։ Այդպիսին սլովակները, սլովենները իհարկե կարող են որոշ, այդպես ասենք, հայրենասերներ այդ երկրներից վիճարկել այս բաները ասել, այ չգիտեմ, ընդ 8-րդ դարում մի հատ իշխանություն է եղել եւ այլն, սա չենք վերցնում, մենք ընդհանուր պատկերն ենք վերցնում, ընդհանուր առմամբ համենայնպես թագավորություններ հաստատ չեն եղել, այսինքն ինչ որ ինքնիշխան պետություն է համարվել միջնադարում, պայմանական այդպես չի եղել։ Նույնը Ֆինլանդիան է, Ֆինլանդիան նույնպես երբեք չի եղել պետություն, մինչև 1918 թվական ինքնուրույն պետություն չի եղել, եղել է Շվեդիայի մաս, հետո եղել է Ռուսաստանի մաս։ Ռուսաստանի կազմում ունեցել է ինքնավարություն, որպես Ֆինլանդիայի մեծ իշխանություն, բայց Ֆինլանդիա պետություն առանձին անկախ միավոր գոյություն չի ունեցել պարզապես երբեք։ Էլ եմ ասում, հենց սկզբում շվեդներն են նվաճել, հետո անցել է ռուսներին վերջ 18 թվականին առաջին անգամ ստացել են անկախություն, շատ լավ պահել են իրենց անկախությունից շատ կարճած ազգ են իրենց ցուցաբերել ամբողջ այս ընթացքում 1918 թվականից սկսած եւ մինչեւ հիմա էլ դա պահպանում են, բայց չեն ունեցել այդ մարդիկ պետություն եւ չգիտեմ իրենք ոնց են դա մեկնաբանում, ինչ են ասում, բայց փաստը դա է։ Արևելյան Եվրոպայում մնացին էլի, այսինքն կարող է մի երկու բան բաց թողեցին, հիմա ամբողջ քարտեզը sense մտքից մեջ կարող անգիր պարզ չունեմ, բայց մնացին չեխերը եւ լեհերը, ժողովուրդներ, որոնք անկախ, այսպես ասած, պետության լավ, sense ամուր պատմություն ունեցող ժողովուրդներ են, չեխերը մոտավորապես մինչեւ Միշելով։ Հիմա գիտեք, մեկ կարող է ինչ-որ մի փոքր էսկոմենկով սպանվեմ, մոտավորապես մինչեւ 15-16-րդ դար, հետո դարձել են էլի Ավստրիայի մաս, եւ այդպես էլ մնացել են մինչեւ 1918 թվականը, բայց մինչեւ այդ բավականին ամուր թագավորություն են ունեցել, չեխական թագավորություն կամ Մորավիայի ավելի շուտ, դա այդպես էր կոչվում, Մորավիա, Բոհեմիա, լեհերը նույնպես ամուր sense բան անկախական պատմություն ունեցող ազգ են, շատ շուտ է ստեղծվել լեհական պետությունը եւ գոյատևել է այսպես թե այնպես ընդհանուր մինչեւ 18-րդ դար, այսինքն այստեղ այն դեպքն է, որ դարերով պետություն ունեցել են եւ միշտ անկախության համար իրենց պայքարել են, պետությունը թուլացել է, բայց իրենց մեջ անկախության գաղափարը միշտ ուժեղ եղել է, այսինքն այս շարքում իրենք այն մյուս, այսպես ասած, բևեռում են, որտեղ մենք տեսանք, որ ժողովուրդներ կան, որ ընդհանրապես պետություն չեն ունեցել, ժողովուրդներ կան, որ շատ երկար դարեր չեն ունեցել, լեհերը հակադիր բևեռում են, որոնք համեմատաբար երկար եւ կայուն անկախ ուրեմն պետական միավոր են ունեցել։ Սա արևելյան Եվրոպան։ Հիմա արևելյան Եվրոպան մենք սպառեցին, կարան գնանք էլի առաջ, էլի Եվրոպայով մի քիչ ճամփորդենք, որտեղ այստեղ էլի հետաքրքիր դեպքեր կան։ Օրինակ Իտալիան։ Հիմա տեսեք, խոսում էինք բան այդ ժողովուրդների մասին, հիմա խոսենք իտալացիների մասին, այն որ հայերի մեջ արդեն ավելի sense բան չէ, չասեմ հարգանք վայելող, բայց ավելի ուժեղ են համարում, ավելի մեծ։ Իտալիա պետությունը ըստ էության մեծ հաշվով չի եղել մինչև 19-րդ դար, միասնական Իտալիա։ Իհարկե եղել են շատ տարբեր իշխանություններ, եղել են նաև թագավորություններ, ոնց որ Սիցիլիայի թագավորությունը կամ Նեապոլիսի թագավորությունը, հետո Սարդինիայի թագավորությունը եւ այլն, բայց Իտալիա պետություն որպես չի եղել։ Ֆորմալ իմաստով Իտալիայի թագավորությունը եղել է 9-րդ դարում, որը երբեք իրականում չի ունեցել այդ վերահսկողությունը, շատ արագ վերացել է, դա էլ ասեն գերմանական դինաստիաներով։ Հետո ինչ ասես եղել է Իտալիայում, ով ասես փորձել է Իտալիայում գերակայություն հաստատել, անդադ պայքարել են Գերմանիան, հետո Ավստրիան, Իսպանիան, Ֆրանսիան, բոլորը պայքարել են, բայց իտալական միասնական պետություն ստեղծվել է 1852 թվականին, եթե չեմ սխալվում, այդ թվերին, երբ որ Նալբանդյանը գրում էր այդ իտալացի աղջկա իր երգը, որը հետո դառավ Հայաստանի օրհներ, եւ իտալացիների համար դա մեծ, այսպես ասած, դրամա է իրենց պատմության։ Տրավմա կամ դրամա, չգիտեմ ոնց ուզում եք ասել, բայց փաստա է։ Իհարկե, այստեղ էլի կարող են առարկել դա նույնը չի, ինչ որ մեր դեպքում, ասենք, այդտեղ թուրքերի տիրապետություն չի եղել եւ այլն, մոտիկ ժողովուրդների տիրապետություն է եղել, իտալական ինքնիշխան առանձին իշխանություններ են եղել ենթակական, բայց ամենայն դեպս փաստը մնում է փաստ, որ մեր իմացած իմաստով չի եղել այդ պետությունը։ Իդեպ Գերմանիան էլ շատ բարդ պատմություն ունի այդ իմաստով։ Էլի համեմատելի չի մեր իրավիճակի հետ, չի եղել օտար տիրապետություն Գերմանիան, բայց Գերմանիա միասնական պետություն թղթի վրա գոյություն է ունեցել փաստացի արդեն մոտավորապես 14-15-րդ դարերից փաստացի դա գոյություն չի ունեցել, եղել են բազմաթիվ անվերջ անթիվ անհամար
մանր իշխանություններ, նաև մի քիչ ավելի մեծ, որոնք հետո թագավորություններ են դառնում 300-ի թիվը անցնում էր, հասկանում եք, այդ մի երկրում 300-ից ավելի իշխաններ կային, իշխանություններ կային, ընդհանուր մինչև ասենք 2-3 գյուղանոց, չգիտեմ, բաներ։ Հիմա էլի չեմ խորանում, բայց ամենապես նույնիսկ Գերմանիայի դեպքում պատմությունը բավականին բարդ է եւ իրենք էլ դա բարդ են տալու։ Միասնական Գերմանիա վերստեղծվում է էլի 1870 թվին։ Եթե գնանք ավելի արևմուտք եւ ավելի հյուսիս, այստեղ է նոր սկսվում դասական տենց դարերով գոյություն ունեցած մոտավորապես միևնույն ինքնությամբ պետություններ, ասենք Ֆրանսիայի պես, որը իրոք ասենք ստեղծվել է վաղ միջնադարում եւ այսպես կամ այնպես մինչեւ հիմա կա, ինչպես որ ստեղծվել է, այսինքն չի տարալուծվել լրիվ, չի բաժանվել 300 պետության կամ չգիտեմ, չի նվաճվել, նույն ասենք Սկանդինավիայում Շվեդիան, Նորվեգիան մի քիչ տարբեր է Շվեդիայի հետ միասին է եղել, Շվեդիա, Դանիա, դրանք Անգլիայի թագավորություն, հա, եւ հետո արդեն բան Մեծ Բրիտանիա։ Այսրանք արդեն ավելի դասական օրինակներ են, բայց դրանք քիչ են եւ դրանք հիմնականում կենտրոնացած են արևմտյան Եվրոպայում, չեմ վերցնում Իսպանիան եւ Պորտուգալիան, որոնք էլի շատ բարդ պատմություն ունեն, արաբական նվաճումներ, հետո տարբեր թագավորություններ, հետո ռեկոնկիստա, վերանվաճում, Պորտուգալիան էլ իր հերթին Իսպանիայի դեմ միշտ անկախության պայքարի մեջ։ Հիմա դրանք չեմ վերցնում, բայց նայում ենք, որ ինչքան դեպի արևմուտք եւ հյուսիս կամ հյուսիս-արևմուտք, այդքան ավելի այդ դարերով պետություն ունենալու պատկերացմանը ավելի մոտ, բայց ինչքան գնում ենք հարավ, արևելք, այնքան ավելի շատ են ժողովուրդները, որոնք կամ ընդհանրապես չեն ունեցել պետություն, կամ ունեցել են ընդհատումներով, կամ շատ երկար ժամանակ չեն ունեցել, կամ էլ ունեցել են ինչ-որ շատ մասնատված ու տարօրինակ ձևերով։ Հիմա այս եվրոպական տարածաշրջանում տեսեք, դες արագ-արագ թռվռացինք բառացիորեն, որպեսզի ես ուզեցի մաքսիմալ շատ sense բան, մեծ պատկեր ստեղծել։ Կարող ենք նաև ուրիշ տեղեր գնալ, ասենք օրինակ, լավ օրինակ է երևի Հնդկաստան։ Հնդկաստան պետություն, էլի կարելի ասել անգլիացիներն են ստեղծել, որը միասնական Հնդկաստան պետություն, տեսեք այսօր ինչ զոր պետություն է, ինչ հին քաղաքակրթություն է, բայց նախ միասնական գրեթե երբեք չի եղել, այսինքն տարբեր ինչ-որ իշխանություններ, թագավորություններ եւ շատ են եղել օտար նվաճումները եւ օտար ծագումով դինաստիաները Հնդկաստանում, հատկապես հյուսիսում, հիմնականում վերջին դարերում գերակայել են մուսուլմանական դինաստիաները, չգիտեմ, ծագումով արաբներ, պարսիկներ, դու ով ասես, մոնղոլներ եւ հետո վերջում անգլիացիները շատ փոքր քանակով եկել են այդ ամբողջ Հնդկաստանը նվաճել են, իհարկե այնտեղ մենակ անգլիացիները չեն եղել եվրոպացիներից, ֆրանսիացի, պորտուգալացի բոլորը այդ երկիրը փորձել են վերահսկողության տակ վերցնել, անգլիացիները նվաճել են, կարելի ասել միացրել են, միասնական միավոր են ստեղծել եւ դրա արդյունքում մենք այսօր ունենք այդ մեծ Հնդկաստան պետությունը, որը կարելի ասել բնական ճանապարհով իր ներքին պատմությունից կարծում եմ երբեք չէր ձևավորվել։ Այսինքն այդտեղ մինչև հիմա կլինեին բազմաթիվ ավելի փոքր պետություններ։ Բայց անգլիացիները այդ ուրեմն ներդրումը համաշխարհային պատմության մեջ արել են։ Ինչևէ, հիմա էլ չխորանամ, որտեղ էլի կարելի ասես քարտեզով գնալ ու տեսնել, որ որով Եվրոպան համեմատաբար, այսպես ասած, էլի եմ ասում մոտ է, ես հատուկ այդ օրինակը վերցեցի, որ մի քիչ ավելի դժվար լինի, ասենց ասած, մեր հիմնական թեզը ցույց տալ, որ այդ երբ որ մենք ասում ենք դարերով պետություն չենք ունեցել, դա այդքան էլ մեր առանձնահատկությունը չի Եվրոպայում, ավելի այսպես բարոկ վիճակ է, եթե մենք խորանանք բոլոր ասիական երկրների պատմության մեջ կտեսնենք, որ ընդհանրապես կոպիտ ասած բարձի թողի վիճակ է եւ ազգային պետություն երևույթը կամ պետություն, որտեղ չգիտեմ, ինչ-որ մի հատ հիմնական ազգ կա, դա ընդհանրապես ասենք նոր ձևավորված միտք է, բայց մենք չենք խորանա, հատուկ որպեսզի չհեշտացնենք մեր փաստարկումը։ Բայց հիմա, եթե փորձենք շատ կարճ ամփոփենք, որովհետև հիմնական ամփոփումը մենք հետագայում կանենք, երբ որ արդեն հետագա նյութն էլ կնայենք, եթե շատ կարճ ամփոփենք, մենք տեսնում ենք բավականին խայտաբղետ պատկեր, բայց մի հիմնական միտումով, որ այն պատկերացումը, որ դարերով պետություն չենք ունեցել որպես հայերի հենց առանձնահատկություն եւ որպես բացատրություն մեր այսօրվա բոլոր իրավիճակների, ինքը պետքան էլ այդպես չի, ինքը բավականին այդ պատկերացումը կարծում զուտ փաստերի այս թվարկումից քայքայվում է եւ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Իհարկե էլ եմ ասում, կարելի է ամեն անգամ համեմատել եւ ասել, որ մերը ավելի,
վատ է, բայց մենք տեսնում ենք օրինակներ, որ մեզանից էլ վատ կան, այսինքն մենք ամեն դեպս ունեցել ենք անկախ թագավորություններ մեր պատմության մեջ, բայց ժողովուրդներ կան, որոնք թարապես չեն ունեցել։ Հիմա ինչի համար ենք այս ամեն ինչը խոսում, զուտ փաստերը չեն մենակ, մենք այստեղից արդեն մի փոքրիկ կարանք նախնական եզրակացնենք, որ առնվազն այս ուրեմն դարերով պետություն չենք ունեցել, չի կարող այդքան շատ բաների բացատրություն լինել, ինչպես մեզանում է, որովհետև եթե այդքան տարբեր ժողովուրդներ, այդքան տարբեր այսօր կարգավիճակով, ճակատագրով նույնպես չեն ունեցել դարերով պետություն, բայց ունեն այլ հանրային ուրեմն պատկեր, այլ պատմություն նոր շրջանում, ասենք օրինակ նույն Ֆինլանդիայի օրինակը բերեցի, նույն Սլովենիայի օրինակը բերեցի, նույն մյուսների օրինակը, հիմա նրանք էլ դարերով պետություն չեն ունեցել, մենք էլ չենք ունեցել, բայց ինչքան տարբեր են մեր այսօր հասարակությունները, տարբեր է մեր մտածողությունը, ես չգիտեմ այդ երկրներում որքանով տարածված է այդ խոսույթը, հա, որ դարերով պետություն չենք ունեցել, հավանաբար ամեն երկրում որտեղ այդ խնդիրը կա, ինչ որ մի խոսույթ դրա շուրջ կա, ինչ որ մի բան դրանով բացատրվում է, բայց էլ եմ ասում, եթե մենք տեսնում ենք ու հասկանում ենք, որ այդ նույն, այսպես ասած, երևույթը դարերով պետություն չունենալը, մոտավորապես նույն, լավ, եթե նյուանսներ տարբեր հաշվի առնենք, բերում է ահագին տարբեր հետևանքների, այսօր ահագին տարբեր, շատ տարբեր հաճախ իրարից հասարակությունների, Ֆինլանդիայից մինչև Հայաստան, կարծում եմ շատ մեծ տարբերություն կա, եւ նույնը չգիտեմ Բուլղարիայից մինչև Լատվիա եւ Էստոնիա, մենք տեսնում ենք, որ հաստատ այն ինչը որ մենք անընդհատ ինչ լինում է, փորձում ենք բացատրել, դե պետություն չենք ունեցել դարով, դա այդքան էլ լավ աշխատող բացատրություն չի, որոշ բաներ դա գուցե բացատրում է, երևի թե հաստատ որոշ բաներ բացատրում է, բայց դրանք քիչ են եւ հաստատ այս թեզը անընդհատ չարաշահելը ինքը բացարձակապես չի նպաստում նրան, որ մենք ինքներս մեզ այսօր հասկանանք եւ մեր պատմությունը եւ մեր ներկան, որտեվ անհնար է, մենք մեծ հաշվով մեր ներկայի երևի թե ասենք 50%-ից ավելին հիմնական բացասական երևույթների բացատրում ենք նրանով, որ պետություն չենք ունեցել, մնացած 50%-ն է դե փոքր ազգ է։ Մենք դրանով է բացատրում։ Կարելի ասել այս երկու թեմով ամենամինչը փակվում է։ Փոքր ազգի մասով մենք տեսանք, հիմա նաև տեսնում ենք դարերով պետություն չենք ունեցել, այդքան լավ բացատրություն չի, երբ որ ուղղակի པարզ եւ շատ թռուցիկ համեմատություն ենք անում արտաքին աշխարհի հետ, զուտ փաստերը թվարկելով։ Հիմա այսքանը ես ասացի, այսօր շատ sense մեծ եզրակացություններ չեն կանի, շատ խոր ամփոփումներ չեն կանի, որտեղ զրույցը դեռ չենք ավարտել։ Արտաքին հատվածը ես կարծում եմ վերջացրեցինք, սպառեցինք, կարելի անվերջ շարունակել թեման անվերջ է, ամբողջ գլոբուսը կարելի է պատտվել, բայց այսքանը կարծում եմ մեզ հերիք է։ Հիմա մենք մյուս կողմից պետք է գանք, երկրորդ մասը մեր քննության պետք է անենք արդեն հաջորդ զրույցի ժամանակ, որպեսզի անցնենք առաջ եւ որոշակի ավելի sense լայն եզրակացություններ անենք, մենք տեսանք թե ովքեր են ինչ ունեցել կամ չեն ունեցել մեզանից դուրս, բայց մի հատ պետք է մեզ վերադառնանք ու տեսնենք իսկ մենք ինչ ենք ունեցել։ Երբ որ ասում ենք դարերով պետություն չենք ունեցել, դա ինչ բովանդակություն կա մեջը։ Արդյոք այդտեղ էլ նյուանսներ չկան, որոնք արժի մի հատ հիշատակել, քննարկել ու հասկանալ ինչ չենք ունեցել, երբ չենք ունեցել, ինչ չափով չենք ունեցել, ինչ չափով ենք հետագայում ունեցել, մի հատ դրանք էլ ճշտենք եւ նոր արդեն մեր եզրակացությունները անենք, դա էլ կանենք հաջորդ անգամ, այսօր այսքանը, շնորհակալություն ուշադրության համար։